Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ տարածաշրջանում անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու մասին պնդումներն ընկալում է որպես Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նմանատիպ տեղեկատվական հնարքները մենք ընկալում ենք որպես այս ոլորտում ռուս-հայկական համագործակցության մեջ պառակտում մտցնելու, Ռուսաստանի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտելու փորձեր։ Բացի այդ, դրանք դիտվում են որպես տարածաշրջանի համար իսկապես ապակառուցողական արևմտյան նախագծերի եւ տեխնոլոգիաների առաջխաղացմանը նպաստող քայլեր, որոնք այդ թվում անվտանգության տեսանկյունից զգալիորեն զիջում են ռուսականներին, նշվել է Զախարովայի լրատվամիջոցներին տված պատասխանում։ Զախարովան հիշեցրել է, որ Մեծամորի ատոմակայանը հանրապետության էներգահամակարգի համակարգաստեղծ տարր է, արտադրում է էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Զախարովան հիշեցրել է, որ այժմ ռուս եւ հայ մասնագետների կողմից իրականացվում է միջոցառումներ ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկին երկարաձգելու համար։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ Երևանին էներգիայի այլընտրանքային աղբյուրներ էր խոստացել ապագա ճգնաժամի ժամանակ կապված Մեծամորի ատոմակայանի փակման հետ։ Հայաստանի քաղաքացիներն օգտվել են Հայաստան վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման կառավարության կողմից տրամադրված աջակցությունից։ Այս մասին հայտնում են արտգործնախարարությունից։ Նախարարության կողմից իրականացվել է Մերձավոր Արևելքում փետրվարին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան վերադարձի կամ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերած Հայաստանի քաղաքացիներին վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման գործընթացը։ Այս տարվա ապրիլի 10-ից օգոստոսի 20-ը հաստատվել է Հայաստանի քաղաքացիներից ստացված 630 հայտ, ինչի արդյունքում փոխհատուցում է ստացել 902 քաղաքացի։ Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 174 միլիոն դրամ յուրաքանչյուր անձի համար մինչև 250 հազար դրամի չափով։ Փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը։ Հիշեցնենք, որ ազգային ժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս առումով սկանդալային հայտարարություններ արել, ասելով, որ շատերն այնտեղ են եղել զբոսաշրջային նպատակներով եւ վճարունակ են, ուստի տոմսն իրենք պետք է գնեն, անհիմն է կառավարությունից տոմս պահանջել։ ԿՊԱ-կան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել, այս մասին հայտնում է Արմլուրը։ Կայքին քրեական վարույթից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ստեղծելով եւ փոխկապակցված դրածո անձանց միջոցով փաստացի ղեկավարելով մի շարք ընկերությունների գործունեությունը, ինչպես նաեւ հանդիսանալով 2018 թվականին պետական գրանցում ստացած Eco Oil ՍՊ ընկերության տնօրենը, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք բերելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված մեծ քանակությամբ վառելիք, յուղեր, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեկ միասնական դիտավորությամբ եւ նպատակով կազմակերպել եւ իրականացրել է առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու հիշյալ ապրանքների իրացումը։ Ըստ նախաքննական մարմնի ԿՊԱ-կան պատգամավորի որդին մոտ 1.5 միլիարդ դոլարի վնաս է պատճառել։ ԿՊԱ-կան Սերգեյ Բագրատյանի որդու հետ մեղադրյալի աթոռին են եւս 3 անձ՝ Դավիթ Արսենի Հովհաննիսյանը, Սարգիս Արմենի Պետրոսյանը, Ազատ Սերժիկի Գրիգորյանը։ Իդեպ ԿՊԱ-կան պատգամավորի որդու խափանման միջոցն ընտրվել է երաշխավորության հիման վրա։ Իշխանություն լրատվականի տեղեկություններով Երևանում քննչականի վարչության պետի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանի։ Լրատվականի նահազանգել են 3 ուշ-գիշեր քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։ Փոխանցված տեղեկություններով վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում պնդում են, թե կայքերում տարածվող տեղեկատվությունը, թե իբր քննիչները վարչության պետի մասնակցությամբ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը։ Քննչականը այնուամենայնիվ չի հերքում, որ միջադեպ է տեղի ունեցել, ավելին հայտնում է, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է եւ իրականացվում է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության ծառայողը եւ նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող եւս 2 անձ։ Ըստ քննչական կոմիտեի ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Սևանա լճի ափին Սևան Ֆեստիվալ Սիթիի տարածքում այս պահին իրականացվում է Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնը, միավորելով երիտասարդ երաժշտախմբերին, կենդանի երաժշտության սիրահարներին եւ ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում։ Փառատոնին ներկա է նաեւ վարչապետ Փաշինյանը, ում ուղեկցում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզպետը։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վարչաֆեստի տարածքում
ընթացքում ծանոթացել վրանային հատվածին, ապա խարույկի շուրջ զրուցել մրցույթ փառատոնի մասնակիցների հետ։ Այսօր փառատոնի եզրափակիչ օրն է, հաղթողները կորոշեն ինչպես պրոֆեսիոնալ ժյուրի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։ Հիշեցնենք, որ Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնի կազմակերպման եւ անցկացման համար Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ 178.9 միլիոն դրամ։ Ռուսաստանից Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի Բյոյուքեսիկ կայարանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան կմատակարարվի 9 վագոն 630 տոննա ցորենով եւ 1 վագոն 36 տոննա պրոպանով։ Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով մատակարարվել է ավելի քան 49000 տոննա հացահատիկ, շուրջ 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ եւ 67 տոննա փայտանյութ։ Բացի այդ, ավելի վաղ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաեւ մոտ 5000 տոննա AI-92 եւ AI-95 մակնիշների բենզին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի մասին, որը տևել է գրեթե 2 ժամ։ Ըստ նրա, զրուցակիցները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների, սպառազինության մատակարարումների եւ հետագա դիվանագիտական աշխատանքի վրա։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Մակրոնը պատրաստ է օգնել Կիևին բանակցություններ վարել այլ գործընկերների հետ, որոնք ունեն պատրիոտ համալիրների համար անհրաժեշտ հրթիռներ։ Կողմերը քննարկել են նաեւ ֆրանսիական հոպի հնարավորությունները։ Բացի այդ, նախագահները քննարկել են Ուկրաինայի դիվանագիտական աշխատանքը գործընկերների հետ եւ կապերը ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ։ Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են Օզոն ընկերության ենթակառուցվածքը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Սամարայի մարզում Օզոնի պահեստից ավելի քան 500 մարդ է տարհանվել, կան տուժածներ։ Ընկերությունը հայտնել է, որ պատվերների զգալի մասը կչեղարկվի, մինչ այս թիրախավորվում էր միայն Վայլբերիսը։ Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հոբ միջոցները գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների, ինչպես նաև Սև եւ Ազովի ծովերի ջրային տարածքների վրա որսացել եւ ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 457 անօդաչու թռչող սարք։ Բելգորոդի մարզում վերջին 1 օրվա ընթացքում ուկրաինական հարձակումների հետևանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ, եւս 13 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերն էլ հայտնել են, որ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային, կիրառելով հրթիռներ եւ 217 հարվածային անօդաչու թռչող սարք։ Հարձակման հիմնական ուղղությունները եղել են Կիևի եւ Օդեսայի մարզերը։ Իրաքի շրջաններից արևադարձային տաքոթի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-ից 24-ին, օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-ից 6 աստիճանով։ Հիդրոմետից հայտնում են, որ օգոստոսի 23-ից 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-ից 27-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Երևանում օգոստոսի 22-ից 3-ը 23-ից 25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քաղաքում առաջիկա գիշերը կլինի 19-ից 21, վաղը ցերեկը 36-ից 38 աստիճան տաքություն։